Վերջերս շատ հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես օրինակ Facebook-ը կամ այլ սոցիալական ցանցեր ընտանիք են քանդում, բաժանման հասցնում ընտանեկան կարգավիճակի փոփոխության կամ ասենք ուրիշի հետ չաթ անելու պատճառով։ Արևմուտքում ինքնասպանության ու սպանության դեպքեր են արձանագրվել։ Մի խոսքով սերը տեղափոխվել է վիրտուալ աշխարհ ու ռեինկարնացիա եղել իրական աշխարհում, բայց ինտերնետը միայն ընտանիքներ ու զույգեր չէ, որ քանդում է։ Համացանցի միջոցով բազմաթիվ սիրահարներ գտնում են իրար, հետո ամուսնանում ու ընտանիք կազմում։ Այս պրակտիկան արդեն Հայաստան է եկել։ Մենք էլ ունենք վիրտուալ ամուսիններ ու ընկերուհիներ։ Մենք անգամ ունենք Facebook-յան ամուսնություններ, որոնք իրական կյանքում նույնիսկ չեն հանդիպել։ Այնպես ինչ Facebook-ը առնեկլասիկ է մնացյալ սոցցանցերը պոպուլյար դարձան Հայաստանում, երիտասարդների մեծ մասը զլանում, մյուսները ուղղակի խուսափում են ծանոթանալ փողոցում, ակումբում կամ որևէ սրճարանում։ Լավագույն դեպքում նրանք իմանում են միմյանց անուն ազգանունը, հետո գրում իրար, հանդիպում, միանում եւ բաժանվում։ Այսօր ես կփորձեմ Երևանյան փողոցներից մեկում ծանոթանալ ինչ-որ աղջկա հետ։ Կարելի է ձեր հետ թեյ խմել, մենակ եմ մնացել։ Կարելի է ձեր հետ ծանոթանալ։ Կարելի է ձեր հետ թեյ խմել։ Կարելի է ձեր հետ ռոլի քշել։ Ես էլ գամ էլի ձեր մենակ եմ մնացել։ Կարելի է ձեր հետ ընդմիջման գնալ մի տեղ հաց ուտել։ Ինչպես իդներ տեսակ, ինձ այս պահանջվեց մի ամբողջ կես ժամ եւ ոչինչ չստացվեց։ Ես հիմա նույնիսկ փորձեմ անել Facebook-ով։ Ինձ այս պահանջվեց ընդհանուր 20 րոպե, որպեսզի ես ժամադրեմ իմ նոր Facebook-յան ընկերուհուն։ Մինչև իմ ժամադրությունը նախ նրանց մասին ովքեր ծանոթացել են օնլայն, Օֆելին Հայաստանում միակ աղջիկն է, ով ծանոթացել է օնլայն, սիրահարվել, ավելին ամուսնացել է օնլայն, սակայն անգամ ամուսնանալուց հետո դեռ չեն հանդիպել, ամուսինը արտերկրում է։ Հետաքրքիր է, այսքան ժամանակ ամուսնացած եմ, ի վերջո ամուսինս ով է իրական կյանքում։ Նրանք ծանոթացան Facebook-ում, շփվեցին, սկսեցին միմյանց նամակներ գրել ու սովորական խոսակցությունը վերածվեց սիրո խոստովանության, հետո ընտանեկան զրույցի։ Մի օր առավոտյան զարթնեցի, բացեցի այդ պրոֆայլս եւ հայտ էր եկել։ Խնդրում ենք հաստատել ձեր ամուսնությունը Վահագն Ազարյանի հետ։ Նա երկմտեց, բայց հաստատեց, սակայն ամենաբարդը դեռ առջևում էր, պետք է ծնողներին տեղեկացնել, ինչը Օֆելին չհասցրեց անել։ Մի անգամ պապան էր եկել, սենյակս համակարգիչից միացրած էր, մեկը նստած նայում էր, ով ամուսնաց դե հայրենն է իմ Facebook-ը, ամուսնացած է Վահագն Ազարյանի հետ, մի հատ խաբար չես անում, ասացի Facebook-յան ամուսինս է, ծանոթացիր։ Ամուսինները զրուցում են Facebook-ով, խոսում Skype-ով, ամեն ինչ վիրտուալ է, բայց ռոմանտիկ հոլիվուդյան մելոդրամայից էլ ավելին։ Մեր ամուսնության երկրորդ 2 ամսյակին ես Հանգստանում էի, թևի ստատույար է, իր անվան առաջի տառը V, ու այդպես ինքը մնաց երկարահագին ժամանակ, ինքն էլ ուրախացել էր ստատուս էր գրել, որ կինս իմ անվան առաջի տառով տատույար է։ Վիրտուալ չի նշանակում ոչ իրական, այս հարսանիքին դեռ շատ կար, երբ գիշերներ էին լուսացում համակարգչի մոտ շփվում էին հանուն զրույցի, հիմա են խոստովանում արտաքուստ էր անլուրջ, մինչդեռ նպատակը ի սկզբանե լուրջ էր։ Զգում էր, որ լուրջ մարդու հետ լուրջ մտադրությամբ ես խոսում, բայց ասենք ինչ-որ բոլորն են մտադրությամբ։ Հանդիպեցին իրական կյանքում, սիրահարվեցին ու արդեն ունեն ընտանիք, իսկ օնլայն հանդիպումների մասին ծիծաղով են հիշում։ Նույնիսկ երբ որ ես դեր տպում էի շատ արագ, գերի տպոց հանգարում եմ ես այդ կյանքում քնելու ես, ասեք փիչ էի դնում տակ, որ տուալետում նրան, որ այդ չկոցը շատ ուժեղ չկա է։ Քրիստինեի ու Արամի որդին գլխավոր վկան է ու ապացույցը, որ վերջն ու հաշտությունը, սերն ու երջանկությունը իրական է, ընտանեկան։ Ահա եւ իմ հանդիպման վայրն ու ժամը։ Գուցե այսօր ես գտնեմ իմ երկրորդ կեսին, գուցե ոչինչ չստացվի, սա բախտի, ճաշակի, երբեմն էլ պատահականության հարց է։ Ի վերջո կարևոր չէ դուք որտեղ եք ծանոթացել, փողոցում, ակումբում, թե Facebook-ով։ Կարևոր է դուք սիրեք միմյանց ու ծերանաք մեկ վերմակի տակ։ Բոլոր բիզնեսմեններն այսուհետև կարող են իրենց բիզնեսը գրանցել օնլայն, այլևս հարկավոր չէ անձամբ ներկայանալ պետռեգիստր բիզնեսը գրանցելու համար։ Բացի այդ, օնլայն փաստաթղթաշրջանառության արդյունքում մոտ 50 փաստաթուղթ կորցրել է իր գործնական նշանակությունը, այսինքն դրանց կարիքը այլևս չկա։ Մի խոսքով մենք էլ մի փոքր օնլայնացանք։
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները Վիկիպեդիա ազատ հանրագիտարանի հայերեն բաժինը համալրել են 140 հոդվածով։ Դրանց ընդհանուր թիվն այսօր հասնում է 13400-ի։ 15 հոգանոց խումբն արժանացել է Վիկիպեդիայի բրոնզե մեդալին։ Ամենակարևորը իմ կարծիքով դա պատմությունն է, որովհետև հայոց պատմության մասին կարծում եմ նյութեր չունենալ ինտերնետում դա ուղղակի անհնարին։ Կրթության և գիտության նախարարությունն առաջիկա 4 տարում կլինի առավել ինտերակտիվ, կիրականացվի հաղորդակցության ռազմավարական ծրագիր, մարդիկ հնարավորություն կունենան նախարարության որոշումներին ծանոթանալ օնլայն, քննարկել դրանք, քննադատել և առաջարկ անել։ Նախարարության նպատակն է հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական, գործելաոճ որդեգրել։ Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում և բիզնեսի համար հանդիպել են ՏՏ և բանկային ոլորտի մասնագետները, քննարկել են ռիսկերն ու վտանգները, տեղեկատվության անվտանգության հարցերը։ Ապագա Technologies-ն արդեն աշխատում է մի քանի բանկերի հետ։ Ընկերության օպերացիոն կառավարիչ Ալեքսիսը ներկայացրել է անվտանգության իրենց լուծումները։ Նախ ցանցային ծրագրերի աուդիտ, մասնագետը ներկայացնում է հաշվետվություն, մատնանշում արտաքին հարձակվողի հնարավոր սպառնալիքն ու առաջարկում լուծում։ Ընկերության խորհրդատուներն օգնում են հաստատել անվտանգության կանոնադրություն և չափանիշներ։ Այս գործընթացը դեպի ISO 27000 տանող ուղիղ ճանապարհն է։ Րոպեի համար 1 դրամ ցանցի ներսում, ցանցից դուրս 30 դրամ։ Օրանժի տոնական սակագինը դեռ ուժի մեջ է։ Բջջային կապի օպերատորն անակնկալը մատուցում է հաշիվը 500 և ավելի դրամով լիցքավորողներին։ Ավելին, յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդը նվեր էր ստանում բջջային հեռախոս։ Տոնական վերջին շաբաթը նվերներն ավելանում են։ Եթե նախկինում յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդն էր ստանում հեռախոս, ապա այս շաբաթ յուրաքանչյուր 100-րդը կստանա հեռախոս։ Շնորհավորում ենք ձեզ, դուք հեռախոս եք նվեր տալ։ Օրանժի աշխատողները երկուշաբթի կզանգահարեն 1000 հաջողակներին։ Երևանցիները նվերը կստանան Օրանժի գլխավոր խանութից, մարզերում օպերատորի տեղի խանութներից։ Օնլայն ամենամեծ թեմարանում jobfinder.am-ում է հավաքվում աշխատաշուկայի մասին էլեկտրոնային ամբողջ տեղեկատվությունը։ Անցած շաբաթ 105 աշխատանք է գրանցվել առցանց, 79 ռեզյումե են լրացրել, եւս 98-ը գրանցվել են ցանցային աշխատաշուկայում։ Այցելությունների քանակը գրեթե նույնն է մնացել՝ մոտ 25500։ Դիտումները 61000-ից ավելին են եղել։ Ամենաշատ հայտարարությունները գրանցվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 30։ Երկրորդ տեղում բանկային ոլորտն է 21 հայտարարություն։ Դրանց հաջորդում են վաճառքի և գովազդի մարքեթինգի ոլորտները, 6 հայտարարություն էլ գրանցվել է վարչական ոլորտում։ Ամենաինտերակտիվ աշխատատուների հնգյակը բացում է ծրագրավորման ոլորտը 21 գործատու, 16 գործատու է գրանցվել բանկային ոլորտում։ Օնլայն աշխատաշուկայում ակտիվ են բջջային կապի ոլորտի գործատուները 9, ՏՏ գործատուներն անցած շաբաթ 7-ն էին, 5-րդ տեղում գովազդի մարքեթինգի ոլորտի աշխատատուներն են։ Ամենաշատ դիտված ոլորտը բանկայինն է 1250, երկրորդ տեղում ՏՏ ոլորտն է 660-ից ավելի դիտում, գրեթե նույնքան մարդ հետաքրքրվել է գրասենյակային վարչական աշխատանքով, 617-ին հետաքրքրել է վաճառքի ոլորտը, մոտ 400-ին գովազդն ու մարքեթինգը։ YouTube-ներից ԱՄՆ YouTube-ի արշավը շարունակվում է եւ քանի որ մենք ինտերակտիվ ենք, շարունակում ենք ստանալ եւ հաղորդաշար ընդգրկել հեռուստադիտողների ուղարկած YouTube-ային վիդեոները։ Եվ այսօրվա վիդեոն էլ պատրաստվել է հատուկ ինտերակտիվի համար եւ մենք դա ներկայացնում ենք մեծ հաճույքով։ Մենք արդեն վաղուց օնլայն ենք ոչ միայն Facebook-ում, մյուս ցանցերում։ Ինտերակտիվի ողջ բովանդակությանը, ինչպես գիտեք, կարող եք ծանոթանալ interactive.banadev.com հասցեում։ Կկարդաք, կդիտեք ու կքննարկեք։ Ես եւ Մանուն հաճույքով կարձագանքենք ձեր բոլոր մեկնաբանություններին ու առաջարկներին, չէ՞ որ մենք ենք ձեր վիրտուալ աշխարհի վիզուալ ընկերները։ Մենք այսօր ցույց ենք տալիս այն, ինչ վաղը դառնալու է ձեր կյանքի անբաժան մասը։ Եղեք ինտերակտիվ եւ ինտերակտիվը դիտեք արդեն հաջորդ շաբաթ։